Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյան Տապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության նախկին ֆինանսների նախարար, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ պարոն Լևոն Բարխուդարյանի հետ։ Ողջույն պարոն Բարխուդարյան, շատ շնորհակալ եմ, որ այսօր մեզ հետ եք։ Շնորհակալություն հրավերի համար։ Պարոն Բարխուդարյան, Խորհրդային Միությունում բոլորս գիտենք, որ Հայաստան ունեցել է հզոր արդյունաբերություն, այսօր այդպեսին չունենք։ Դրա կարիքը չկա, հարցը այսպես է, ինչպես են այսօր Հայաստանում գոյանում ֆինանսները, ինչով է փող աշխատում այսօր Հայաստանը եւ իսկապես գուցե արդյունաբերության կարիք չկա, մասնավորապես ծանր արդյունաբերության կարիք չկա, մեքենաշինության կարիք չկա։ Գիտեք, մի քիչ դժվար է համատել խորհրդային Հայաստանի տնտեսությունը եւ խորհրդային Հայաստանը այսօրվա անկախ Հայաստանի հետ։ Նախ փոխվել է ամբողջովին տնտեսության կառուցվածքը, չկան նորմալ կոմունիկացիաներ, այսինքն չկա երկաթգիծ Ռուսաստանից Հայաստան եկող։ Իսկ այդ մեծ ծանր արդյունաբերությունը, ինչպես ասում եք, քիմիան եւ այլն, հիմնված էր հենց դրա վրա, երբ շարժապելի մեծ բեռնաշրջանառություն կար եւ Ադրբեջանով եւ Վրաստանով, Ռուսաստանի հետ կապված։ Բացի դրանից խորհրդային միության մի մասնիկն էր Հայաստանը, որտեղ այո շատ բավականին ժամանակի համար իհարկե խորհրդային միության մասշտաբներով բավականին զարգացած արդյունաբերություն կար, հատկապես էլեկտրոնիկայի, էլեկտրոտեխնիկայի գծով, քիմիական արդյունաբերության գծով, որոնց մեծ մասը ծառայում էր խորհրդային միության պաշտպանական արդյունաբերության ենթաճյուղերին։ Այստեղ արտադրվում են ինֆրակարմիր նշանառության սարքեր, սուզանավերի համար սարքավորում, ընդհանուր միջև մարսագնացի ահագի մասներ Հայաստանում արտադրվում, հայտնի Գյուրզադյանի լաբորատորիայում եւ բավականին գիտատար ճյուղեր էին։ Այստեղ նաեւ Հայաստանի բնորոշ առանձնահատկություններն էր, որը կայանում էր նրանում, որ Հայաստանը առաջինն էր բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիների տեսակարգշռու ամբողջ բնակչության մեջ։ Եվ այդ մասնագիտացումները կային եւ դրանք ապահովում էին բավականին մեծ արդյունավետություն։ Կար նաեւ բարձր որակյալ աշխատուժ, որը կարող էր էլեկտրոնիկայի գծով բավականին այն ժամանակվա պահանջներին բավարարող արտադրանք տալ։ Խորհրդային միության փլուզումից հետո այդ ամենը փոխվեց, էապես փոխվեց։ Նախ Հայաստանը դրական առևտրային հաշվեկշիռ ունեցող երկիր էր, ինչու՞։ Որտեվ սիմվոլիկ գներ էին էներգակիրների գները կամ հումքի նյութերի, իսկ պատրաստի արտադրանքի գները համեմատաբար բնականաբար բարձր էին։ Էապես ամեն ինչ փոխվեց, ճիշտ հակառակը դարավ։ Հազարակավոր անգամներ աճեցին էներգակիրների գները, իսկ մենք էներգակիրներ կրող երկիր ենք, իսկ պատրաստի արտադրանքի գները այդքան մեծ չափով չաճեցին։ Իսկ ստացվեց, որ մենք արդեն ունենք վճարային հաշվեկշռի պակասորդ։ Պլյուս 1-2 ամսում բառացիորեն բոլոր պատվերները այդ ռազմական արդյունաբերության ենթաճյուղերի եւ այլն դադարեցին, ասելով դուք անկախ երկիր եք արդեն, իսկ ռազմական արդյունաբերությունը մեր ազգային անվտանգության հարցում այո, մեզ մասը գաղտնի, մեր մոտ պետք է արտադրվի եւ այլն։ Իրենք էլ շտապեցին եւ մենք շատ տուժեցինք դրանից։ Իսկ ասում ենք հնայի անկումը եղավ 60%-ով անկախությունից հետո, պատճառը ոչ միայն երկրաշարժներ եւ շրջափակում, այլև այդ պատվերների դադարեցումը ըստ էության։ Եվ դա ճյուղեցվեց համապատասխան կոնվերսիոն ծրագրերով, այսինքն չվերամասնագիտացվեց մեր արդյունաբերությունը, արևմուտքից պատվերներ չեղան եւ այլն, մի փոքր զգուշավորություն կար խորհրդային։ Առ այսօր դիտվում է Ընդհանուր առմամբ կա, բայց շատ ավելի քիչ։ Այն ժամանակ այդ սառը պատերազմի կար արձագանքը դեռ մարդկանց հոգեբանությունում եւ այլն խորհրդային միություն, իրենք լավ չէին պատկերացնում դա ինչ տնտեսություն է, պլանային տնտեսություն եւ այլն։ Արդյունքում մենք կորցրեցինք մասնագետների, որովհետեւ շատ մասնագետների կորցրեցինք, որոշ մասնագետներ մնացին, վերապրոֆիլավորեցին իրենց մասնագիտացումը, մի մասը լքեց, այդ բնական է, շատ երկրներում միայն Հայաստանում չէ։ Շատ բարի, մենք նկարագրեցինք այդ վիճակը։ Հիմա փորձենք հասկանալ դա բարվոք վիճակ է այսօր, մենք 30 տարի շարունակում ենք այդ անկման գործընթացի մեջ մնալ, Ես չեմ գտնում, որ մենք անկման գործընթացի մեջ ենք եւ կա մի տարածված տեսակետ, մի քիչ գալիս է խորհրդային միությունից դեռ, որ այն երկիրը, որ չունի ծանր արդյունաբերություն, պողպատ ու ճուգուն չի ձուլում, ծանր մեծ քիմիա չունի, ապագա չունի եւ այլն, դա այդպես չի։ Այդ բոլորը կապված է նաեւ մեծ բնապահպանական վտանգների հետ եւ այլն։
իսկ ինչ է ծառայությունները հասարակական սննդով երկիր չեսպայի եւ այլն, ամեն մեկը իր տեղն ունի։ Չի կարելի ասել մենք պետք է գյուղատնտեսությունը չզարգացնենք, որտեղ անպայման հիմա էլ մյուս ծայրահեղության մեջ չգնանք, մեր ամբողջ մարզերում, շրջաններում պետք է զարգացնենք IT, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ծրագրավորումը եւ այլն։ Գյուղացին ցանում է ծորեն, պետք է շարունակի ցանել։ Եվ պետք է օգնել, որ ավելի արդյունավետ եւ բարձր արտադրողականությամբ աշխատանք լինի այնտեղ, եւ դա շատ պետք է երկրին։ Դա պակաս պետք չէ, դա մեր բարենային անվտանգության կարևոր մասն է։ Ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի։ Կարող են լինել մասնագիտացումներ, որ մենք չենք մտածի, որ կարող է դա լինել, եւ դա ուղղակի մի նվեր է, այսպես ասած, շակերտներով եւ առանց շակերտների, օրինակ ոսկու եւ թանկարժեք քարերի այդ վերարտահանումը Ռուսաստանից ստանում ենք ուղարկում Մերձավոր Արևելք, բոլոր թվերը փոխվեցին, այդ շրջանառությունը դարձավ մոտ 15 միլիարդ, մենակ այդ ոսկու գծով, դա վատ է, դա վատ չէ, դա շատ լավ է։ Այլ հարցը ինչքանով է հարատև, ինչքան կարող է շարունակական լինել, կարող են դրա վրա կառուցել ինչ-որ երկարաժամկետ ծրագրեր, թե չէ, ես իհարկե ձեռնպահ կմնայի, որտեվ այսօր այսպես է, վաղը կարող է կոնյունկտուրան փոխվել։ Կոնյունկտուրան էապես փոխվեց, կառուցվածքը էապես փոխվեց։ Այսօր մեր հնայի 40%-ից ավելը ծառայություններն են տալիս։ Ես այդտեղ որևէ վատ բան չեմ տեսնում։ Եվ ինչքան շատ է դիվերսիֆիկացիան, այսինքն մի ուղղության մասնագիտացումից չէ, որ միայն կախված է մեր տնտեսությունը, այնքան ավելի կարելի ասել կայուն աճի նախադրյալներ կան, այնքան ռիսկերը տնտեսական ճգնաժամերի հետ կապված, կոնյունկտուրայի հետ կապված ավելի պակաս են։ Նույն արդյունաբերության մեջ էլ մենք կարող ենք բավականին հաջողություն ունենալ նույն սարքավորումներում, գիտատար սարքավորումներում, դա ավելի շատ ապագայի հարց է, եւ ներդրումները արդյունաբերության մեջ պահանջում են մի փոքր ավելի շատ նախապայմաններ, որոնք միաժամանակ պետք է աշխատեն երկրի համար, որպեսզի դա տեղի ունենա։ Առաջինը խաղաղությունն է, քաղաքական կայունությունն է, ռազմական վտանգների բացակայությունն է, ֆինանսական կայուն համակարգ եւ այլն։ Դա առևտուր չէ, առևտրի շրջանառությունը շատ արագ է տեղի ունենում։ Կարող եք մի քիչ ռիսկային պայմաններում անել, բայց դուք ձեր դրածը հետ եք ստանում ամենջապես։ Արդյունաբերությունում այդպես չի, տարիներ հետևում միջև գործարան է կառուցվում, արտադրանքն է թողարկվում, իրացվում է, առաջի գումարներ են գալիս, մի մասը վարկով է դա արվում, վարկերը պետք է մարվեն եւ այլն եւ այլն եւ այլն։ Լրացիչ ներդրումների կարիք է լինում, նոր շուկաների գրավելու կարիք է լինում, դա ժամանակ է պահանջում։ Այդ պատճառով այս բոլոր նախապայմանները, որ ավելի շատ են զարգացած արդյունաբերություն ունենալու համար, պետք է ձգտենք, որ ապահովեն։ Ես այդ առումով հասկանում եմ ոչ միայն այդ առումով իհարկե խաղաղության համաձայնագիր ունենալու ձգտումը կառավարության եւ այլն, որտեղ այլընտրանք չկա դրա։ Բայց ծառայությունների ոլորտը նույնպես շատ հիմա հեռանկարային է։ Տարիներ շարունակ նույն Իսպանիայում հնայի 50% ստավելը туриզմի հաշվին է։ Պատկերացեք այդ ամբողջ շղթան երկրների հին պատմական միջերկրածովային Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Հունաստան եւ այլն։ Դուք մատնանշեցիք այդ ուրեմն туриզմը, փաստորեն ասում եք արդյունաբերություն, առավել եւս ծանր արդյունաբերություն։ Հիմա շատ դժվար է, չկա։ Ինքնանպատակ չէ Հայաստան։ Ոչ ունենք նավահանգիստ, ոչ ունենք երկաթգիծ աշխարհի հետ միացող։ Միակ երկաթգիծը գնում է Վրաստանի միջով եւ օգտագործում ենք Վրաստանի նավահանգիստը։ Ուստի ասում եք կարող ենք անգամ միայն ծառայություններով եւ ոչ միայն դուք գյուղատնտեսությունն նշեցիք։ Շինարարությունը շատ լուրջ է, շատերը ասում են դա փուչիկ է, դրսից փողեր են գալիս, որ իրենց համար տաներ անեն, շատ լավ է որ գալիս են։ Դա բերում է մի ամբողջ ոլորտի բավականին մեծ տեմպերով աճի։ Տեսեք շինարարության բոլորս կարող ենք անզեն աչքով տեսնել, թե շինարարության աճի տեմպերը որքան բարձր են, օրինակ։ Եվ դա շատ լավ է։ Դրես վատ բան չեմ տեսնում։ Ինչպես եք տեսնում, եկեք բացենք, հա, որովհետև շատ հակասական են կարծիքները, հենց նույն այդ շինարարության հետ կապված։ Եվ վերադառնանք իմ առաջին հարցին, ֆինանսներ, ոնց ենք փող աշխատում Հայաստանում, կամ ոնց է հենց Հայաստանը, ինչպես է փող աշխատում եւ ինչպես N-ը փող աշխատում Հայաստանում։ Տարբեր ձևերով արտահանելով մեր արտադրանքը, որի մի մասը գյուղատնտեսական արտադրանք է, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումից, սննդի արդյունաբերության արտադրանք է, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ, չգիտեմ մուրաբարներ, չրեր եւ այլն եւ այլն եւ այլն։ Ինչ որ հնարավոր է։ Մի մասը ներսում է սպառվում, երկրի ներսում,
Եվ զարգանում է նաև որոշ տեմպերով նույն հագուստեղենի արտադրությունը եւ այլն, հիմնված նաև թուրքական տեքստիլի վրա, որը ներմուծում բավականին էժան եւ որակով Թուրքիայից անուղակի ձևերով, այսպես ասած, բաց սահման չունենք Թուրքիայի հետ, բայց դա փաստ է։ Նաև գիտատար ուղղություններով, IT ոլորտում համակարգչային գիտելիքների գիտություն եւ արտադրանքի նաև շնորհիվ այդպիսի բավականին մեծ աճեր կան, շատ տպավորիչ աճ է туриզմում եւ մենք էլի շատ տեղ ունենք այդ ենթակառուցվածքներում ներդրումներ անելու, զարգացնելու եւ շատ ավելի տուրիստ ունենալու։ Այ մեր հարևան Վրաստանի օրինակը ակնհայտ էր։ Սահակաշվիլիի ժամանակ ամբողջ ենթակառուցվածքներում միլիարդներ ներդրվեցին տուրիստական ենթակառուցվածքները զարգացնելու։ Եվ արդյունքը երկար սպասել չտվեց իրեն։ Վրաստանում տուրիստների թիվը էապես աճեց, իհարկե այդտեղ տրանզիտ էլ կար, իհարկե Հայաստանից եկող գնացողներ էլ կային, բայց եթե մաքուր տուրիզմ հաշվենք, մի քանի անգամ ավել է, քան Հայաստանում։ Իհարկե նրանք ծով էլ ունեն, ավելի հարմար կոմունիկացիաներ եւ այլն, Թուրքիայի հետ սահմանն է բաց։ Այսուհանդերձ մենք էլ կարող ենք շատ մեծ աճ ունենալ տուրիզմի։ Միտումը դուք դրական եք գնահատում։ Միտումը ընդհանրորեն դրական է, բայց ես էլ մեր քաղաքացիներից շատերի նման անհամբեր եմ, ուզում եմ, տեսնում եմ, որ պոտենցիալ կա շատ մեծ եւ ուզում եմ շատ ավելի մեծ ներդրումներ լինեն Հայաստանում, շատ ավելի երկարաժամկետ։ Տեսնենք, նախկինում ավելի շատ էր խանգարում որոշ տեղական իշխանությունների կամ իշխանիկների պահվածքը բիզնեսին խանգարում է, միանգամից ասում են, բա մենք ինչ ունենք դրանից եւ այլն, հիմա դա էապես պակասել է, առնվազն էապես պակասել է, դա շատ դրական է։ Կան ներդրումներ, լինում են, հենց նույն туриզմի գծով մարդիկ իրենք են ներդրումներ անում արդեն։ Կտեսնեք փոքր հյուրանոցներ մարզերում, կտեսնեք բարելավում նաև կոմունիկացիաների։ Կառավարությունը առումով դրական գործ արեց, բավականին շատ գումար ներդրված ճանապարհաշինության մեր եւ ճանապարհների բարեկարգման համար, դա եւ կարեւոր է туриզմի համար, եւ նույն գյուղատնտեսական մթերքը մթերելու, մատչելիությունը հեռավոր մարզերի ավելի մեծացնելու եւ դա դառնում է արդեն բավականին շահաբեր ունենալ այդ բիզնեսը տարբեր մարզերում։ Եվ շատ այլ ուղղություններ, գիտեք, շատ դժվար է ասել, հաշվարկել, կանխորոշել, որոշել, ներդրումներ անել, որ հենց մենք միայն առաջ ունեինք պոլիվինիլ ացետատ նավթաքիմիայի վրա հիմնված, այն նավթաքիմիան հիմնված էր Սումգայիթի, Բաքվի այդ նավթի վրա, բնական է, հիմա դա չկա եւ երկար տարիներ չի լինելու։ Եվ միգուցե փառք Աստծո, որտեղ դա նաեւ որոշակի էկոլոգիական վտանգների հետ էր կապված։ Բայց հատկապես գիտատար ճյուղերը ես շատ կողմ կլինեի, որ բավականին զարգանա։ Գիտությունը, կոնստրուկտորային միտքը ընդհանուր ստեղծագործ պոտենցիալը Հայաստանի շատ մեծ էր, նույն խորհրդային միությունում, եթե այսպես նայենք, եւ տալիս էր շատ մեծ արդյունքներ։ Այդ ուղղությամբ նույնպես պետք է աշխատենք։ Սա շատ կարևոր է զարգացնել նաեւ նույն համալսարանական գիտությունը։ Գիտությունը պետք է ավելի լավ, ավելի ուղղորդված եւ ավելի բարձր տեմպերով ֆինանսավորվի եւ ամենակարևորը պետք է ստեղծենք մշտական նայուն կապեր մասնավորապես օրինակ Եվրոմիության երկրների նույն բարձրագույն ոլորտում, գիտության ոլորտում մեր համալսարանը օրինակ կապեր է ստեղծում եւ բավականին ակտիվ ձևով եվրոպական համալսարանների հետ եւ օգտվում ենք, այո, եւ փոխանակում Erasmus ծրագրից ենք օգտվում, հիմա շուտով կսկսենք հուսով եմ նաեւ համատեղ հետազոտական աշխատանքներ անել տարբեր համալսարանների հետ։ Մենք բացառություն չենք իհարկե, կա Երևանի պետական համալսարանը, դրսից գրանտներ են ստանում եւ այլն։ Մի բան, որ Վրաստանում վաղուց է տրվել։ Եվրոպան շատ լայն բացեց իր դռները Վրաստանի առաջ եւ շատ մեծ դրամաշնոր եկան այդ համալսարաններ։ Մենք էլ պիտի բարեփոխենք իրավիճակը, պետք է միջազգային հավատարմագրում ստանանք, որպեսզի կարողանանք արդեն նույն դաշտում աշխատել։ Եթե դա լինի, նույն ուսանող արտասահմանից կարող է կա կրեդիտ տրանսֆեր համակարգի միջոցով եւ մեր մոտ սովորի եւ գնա։ Դուք ասում եք բուհը, այո, մենք մեր զրույցի սկզբում նշեցինք, որ այն ժամանակ կային այս ուրեմն արդյունաբերական հաստատությունները, կար պահանջարկ տարբեր անվանումների մասնագիտությունների։ Հիմա ստանում են մասնագիտություններ, ասենք թե, եւ պահանջարկ չկա։ Ինչպես ենք մենք փորձում, եթե դուք ասում եք, այո, Եվրամիության ինչ-որ երկրների հետ համագործակցում են, հրաշալի է, բայց ներսում պահանջարկը պետք է լինի
եւ առաջարկը, այսինքն առաջարկը պետք է լինի այդ մասնագետների։ Մենք դոփում ենք տեղում այդպիսի տպավորություն չկա, որ այստեղ ոնց որ փակ է, կարիք չկա Հայաստանում լավ մասնագետների այդ նույն գծերով, որոնք օրինակ դուք եք պատրաստում այդ ձեր համասարանը։ Ես ծայրահեղացնում, որպեսզի դուք մոտեցնեք իրականությանը։ Պահանջարկել կա բավականին մեր ուսանողների, օրինակ, որոնց ես ինքս եմ դասախոսում, միշտ հարցնում եմ։ Բակալավրիատի ուսանողները դեռ չավարտած։ Մոտ կեսը աշխատում է։ Տարբեր ոլորտներում, մի մասն հենց իր մասնագիտության գծով։ Հաշվապահ, հա։ Բանկերում, ապահովագրական ընկերությունում, բրոկերային ընկերություններում, հանրային ֆինանսների բնագավառում, կորպորատիվ ֆինանսների բնագավառում աշխատում են։ Եվ ավարտելուց հետո էլ այդքան դժվար չեն աշխատանք գտնում։ Շատերը գնում են պրակտիկայի, ավարտելուց առաջ տեղերում առաջարկ են ստանում, նաև աշխատելու։ Իհարկե այդ process-ը պետք է այդ կապը ավելի սերտ լինի, բայց այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են։ Այնպես չի, որ այստեղ պահանջարկ չկա։ Եթե բոլորովին պահանջարկ չլինի, այդ որոշակի մասնագետները ուղղակի կփակվեն։ Եվ այդ վտանգները կա որոշակի ինժեներական մասնագիտությունների գծով։ Քիմիան է փակվում, քիմիայի գծով, բիոլոգիան է փակվում, կենսաբանությունը։ Հո, շատ пассив է վիճակը, որտեղ իրենց աշխատելու հնարավորությունները շատ չեն։ Բայց այդտեղ քաղաքականությունն է տարվում, որովհետեւ այդ դպրոցները, այդ լավագույն ավանդույթները, նույն կենսաբանության մեջ, ֆիզիկայում, մաթեմատիկայում, տեսական գիտություններում, այսինքն բացվում ենք դեպի ծառայությունների ոլորտ ավելի։ Տեսեք, դուք բանկը նշեցիք։ Դու ես նշեցի ֆինանսական հատվածը, դա ինքը հիմնականում ծառայություն է։ Այո, ծառայություն։ Դա եմ ասում, փաստորեն ավելի լայնացնում ենք եւ շեշտը դնում ենք ծառայություններին։ Ոչ մի վատ բան չկա, այդտեղ ամբողջ աշխարհն է գնում այդ ուղղությամբ։ Շատ մեծ տեմպերով, արագ, նայեք կապիտալի շուկաները, բուրսաները, տեսեք թե ինչ շրջանառություններ ունեն։ Հիմա եկեք տեսնենք խոցելիության տեսանկյունից, մենք խոսեցինք, դուք մի քանի անգամ շեշտեցիք եւ դա շատ կարեւոր հանգամանք է, ես ձեզ հետ համամիտ եմ, խաղաղությունը եւ մեր հարևանը չի շտապում այդ խաղաղությունը այսպես հաստատել։ Ինչու՞։ Ինչուներից մեկը հենց դա է, որպեսզի թույլ չտա, որպեսզի տնտեսությունը Հայաստանի քաղաքական մեկը դա կբերի ավելի արագացված տեմպերի զարգացման։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվեց, Թուրքիան չի կարող փակ պահել սահմանը։ Չի կարող չհաստատել դիվերագիտական հարաբերություններ, ճնշումը շատ մեծ է հիմա էլ արևմուտքից։ Եվ ես վստահ եմ, որ ոչ հեռու ապագայում այդ հարցը կլուծվի եւ պայմանագիրը կստորագրվի։ Շատ մեծ է ճնշումը, շատ դրական իմաստով եմ ասում, Միացյալ Նահանգներից, Եվրոմիությունից, Ադրբեջանի նկատմամբ, նաեւ ինչու՞ չէ Թուրքիայի նկատմամբ։ Եվ կարծում եմ այդ խաղաղությունը կհաստատվի, իրենք նաեւ տեսնում են, որ բացի նրանից, որ Հայաստանը կսկսի բարձր տեմպերով աճել եւ ավելի շատ գումարներ հատկացնել պաշտպանության ոլորտում։ Նաեւ հիմա ուզում են, քանի դեռ չեն ստորագրել խաղաղության համաձայնագիրը, ինչ հնարավոր է փոխեն Հայաստանից։ Խոսում են Սյունիքով միջանցքի մասին, խոսում են ադրբեջանցի փաստականների հետ վերադառնալու մասին, որ մենք մոռանանք խոսենք արցախցիների Արցախ վերադառնալու մասին։ Այս բոլորը շատ երբեմն նաև պրիմիտիվ ասած դատողություններ են, բայց մենք շատ լավ գիտենք, որ դրա մասին հիմա խոսել չի կարող, չէ՞։ Մանավանդ հայերը արտաքսվել են, կոտարասներ են եղել, ահավոր երևույթներ են եղել, իրենք ադրբեջանցիները ժամանակին նույնիսկ մտածում են, որ վերջ Արցախը կորցրեցին Սումգայիթից հետո։ Շատերն են այդպես մտածում։ Բայց ցավոք սրտի այդ որոշումները չկայացվեց, իսկ ադրբեջանցիների մեծ մասը փաստական չէ, նրանք իրենց տները վաճառել գնացել են, եւ ասել փոխանակել են։ Դա չի համարվում որպես այսպես ասած ներքին տեղահանված կամ տեղահանված մարդիկ փաստականներ, որ պետք է գան իրենց իրավունքները պաշտպանեն։ Այդ մասի խոսք լինել չի կարող։ Եվ իրենք մի 2-2.5 անգամ պակաս են, քան մեր հայրենակիցները, որոնք բնակում են Ադրբեջանում։ Պարոն Բախուրյան, այդ հարցն եմ հիմա ուզում քննարկել, որ իհարկե Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի մասին է խոսքը, բայց համամիտ է կարծոք շատերի կարծիքին, որ Ադրբեջանը ի թիվս այլ պատճառների չի ստորագրում նաև այն
պատճառով, որպեսզի Հայաստանին խեղդի, շարունակի խեղդել։ Տեսեք, բլոկադայի ենթարկած Ես Հայաստանը, ասացի այո, ձեզ, բլոկադան իրենց բավարար չէ։ Նրանք տեսնում են, որ ինչքան հնարավոր է դժվարություններ են ստեղծում, բայց դուք ասում եք, տես մենք գոնե, եթե ներկրում չենք կարողանում անել եւ ծանր արդյունաբերության մասին ենք խոսում, լավ, թող լինի թեթև արդյունաբերություն, թեթևը դուք ասեցիք, տեքստիլը զարգանում է, ինչ որ բաներ զարգանում են, բայց ծառայություններով մենք ոնց որ էլի ոտքի ենք կանգնում, ճիշտ է, կարելի է, այսինքն դեռ թե մենք խեղդվում ենք արդեն այդ բանագիտություններով, մենք խեղդվում ենք, իրենց է դա թվում, իրենք գտնում են, որ Հայաստանը շատ ծանր վիճակի մեջ է, եթե մի քիչ սենց շարունակենք, եթե ավելի շատ սեղմենք, իրենք սկսեն ավելի նոր զիջումներ անել, մեծ տարածքներ տալ եւ այլն։ Իրենք չհասկացան, որ ամեն ինչ մենք չենք խեղդվում, էլ չենք խեղդվելու, էլ չենք զիջելու, հակառակ վերականգնելու ենք են եւ փորձելու ենք անել ամեն ինչ վերականգնելու համար, ինչ որ կորցրել ենք։ Իրենք դա լավ պետք է հասկանան։ Փորձում են, ստացվում է, փորձում են։ Ճնշում է այդքան դեռ մեծ չի, որ կարողանում են ստորագրել, չեն ստորագրել։ Պարոն Վախուդարյան, ինչ պոտենցիալ կար Հայաստանի եւ Իրանի միջև այդ ապրանքաշրջանառության, մենք գիտենք, որ մենք Իրանից ենք շատ բաներ, պլաստմասայից սկսած ամենամանր մունր բաները, ինչպես Չինաստանն է անում սաղ աշխարհի համար, այնպես էլ մենք կողքի Պարսկաստանից բերում ենք, Իրանից բերում ենք։ Իրանն է վերջերս շատ հետաքրքրություն դրսևորել Հայաստանի նկատմամբ, ինչ եք կարծում, ինչով ենք մենք հետաքրքիր Իրանին։ Մեր ապրանքաշրջանառությունը գնալով աճում է, բավականին մեծ թվերի արդեն հասել, մոտ 650-700 միլիոն դոլար, եթե չեմ սխալվում, բայց հետաքրքրում ենք ավելի շատ նաև հեռանկարային առումով, որ իմ կարծիքով որպես տրանզիտ երկիր, որովհետեւ Իրանը կարողանա իր էներգարեսուրսները Հայաստանի միջով, Հայաստան, Վրաստան, Սևծով կամ Հայաստան, Թուրքիա, Եվրոպա արտահանի։ Ամենախոշոր գազի պաշարներից մեկը Իրանում է, աշխարհում։ Եվ գազը, եւ նավթը, այդ բոլորը կարող է շատ լավ աշխատել, իրենք շատ շահագրգիռ են։ Շահագրգիռ է նաև Հնդկաստանը, որ Իրանի նավահանգիստները օգտագործելով նույնչափահար նավահանգիստը, որ իրանք մեծ ներդրումներ Իրանի տարածքով տրանզիտ ձևով նոր ճանապարհ ստեղծի դեպի Եվրոպա եւ հենց հատկապես Հայաստանում։ Նրանք շատ պաշտպանում են այդ ուղղությունը։ Ինք չեն ուզում տեսնել Թուրքիայի ակտիվությունը եւ Թուրքիայի գրավումը ամբողջ Անդրկովկաս։ Այդ սյունիքի միջանցքը հենց դա է նշանակում։ Իրենք ուզում են դա ստանան, որ ամբողջ շղթան փակվի։ Հյուսային սահմանը Իրանի լինի միայն թուրքալեզու ժողովուրդ։ Սա է նպատակը։ Ստեղ տրանսպորտ եւ այլն ստուգել, չստուգել էական չէ։ Սա մեծ ագրեսիվ քայլ է, Թուրան են ձևավորում, որովհետեւ ամբողջ Իրանի հյուսիսը վաղը մյուսօրը միացնեն իրենց Թուրանին։ Շատ ագրեսիվ, ամբիցիոզ նպատակներ ունեն։ Բայց իրենք մոռանում են, որ եւ իրենց թվում է, որ թուրքալեզու շատ երկրներ գորգերը փռած իրենց են սպասում, դա այդպես չի։ Նույն Ղազախստանը իրեն է տեսնում որպես թուրքական երկրների առաջնորդ, ազդեցության տակ է նաեւ չինական քաղաքականության, որը երբեք չի ողջունի Թուրանի տարածումը դեպի արևելք, որտեղ ինքն էլ շահեր ունի։ Այդ մասին շատ չի հայտարարվում, բայց իրենք շատ զգուշ են այդ հարցով։ Եվ տեսեք ինչպեսի մենք ունենք փաստորեն գործընկերներ ակտիվ Իրանից մինչև Հնդկաստան, այդ մի ուղղություն։ Եվրամիություն, Հյուսային Ամերիկա, Մերձավոր Արևելք, արաբական երկրների հետ շատ ակտիվ առևտուր է գնում նաև հիմա։ Ինչու՞ չէ։ Նույն Էմիրատների հետ եւ այլն։ Եվ դա նշանակում է, որ պոտենցիալը շատ մեծ է եւ իրենք շատ լավ հասկանում են, որ ճանապարհները բացվեն եւ խոչընդոտներ չլինեն, ինչպես օրինակ վերին Լարսում են լինում դեպի Ռուսաստան արտահանումների ժամանակ, ապա որոշ մասը ապրանքների կվերակողմնորոշվի դեպի Մերձավոր Արևելքի շուկաներ, այն ինչ որ գնում է հիմա ԱՊՀ-ն ու առաջերտի Ռուսաստան։ Դա անխուսափելի է, կլինեն ներդրումներ ստեղ։ Աչքի առաջ ունենալով Մերձավոր Արևելքի կամ Թուրքիայի սահմանամեծ տարածքների մեջ շուկան։ Միլիոնավոր, տասնյակ միլիոնավոր մարդիկ են ապրում, չէ՞ դա։ Իսկ դա արդեն շուկայի շատ մոտ հեռավորության վրա։ Մին արաքսը պետք է անցնել եւ այդ շուկային հասնել։ Մենք չենք խոսում Եվրոմիության մասին, մենք ունենք մեր կվոտաները, մենք ունենք հնարավորություններ, կանդամակցենք Եվրոմիության, Մաքսիմիությանը եւ այլն։ Այդտեղ կլինեն նոր հնարավորություններ։ Պակաս հնարավորություններ կլինեն Ռուսաստանի ԱՊՀ երկրների իմաստով, որտեղ երկու տարբեր մաքսիմիությունների միաժամանակ անդամակցելը դժվար է կամ անհնարին։
Բայց դա բավականին երկար ժամանակ է պահանջում, մինչև կտեսնենք, որ կգա այն պահը, որ արդեն վերջնական պետք է որոշում կայացնենք։ Այժմ ազատ առողջ։ Երբ որ արդեն կինտեգրվենք բավականին չափ Եվրոմիության շուկայում եւ այնտեղ տարիֆների բացակայությունը, մաքսային տորքերի տարիֆների բացակայությունը էական առաջընթաց կապահովի մեր արտահանումների, մեր առևտրաշրջանառության առումով։ Եկեք չհամեմատենք 550 միլիոնանոց եվրոպական շուկան անհամեմատ ավելի գնողունակ Ռուսաստանի շուկայի հետ։ Չեմ ասում, որ շուկան պետք է կորցնենք, պետք է աշխատենք պահենք, շուկան շուկա է։ Տնտեսությունը պետք է լինի զերծ քաղաքական տարբեր ազդեցությունների։ Բայց չի լինում, որպես դա ցանկալի չէ։ Եվ այդպիսի գործընկերների հետ հեռանկարային չէ տնտեսական հարաբերություններ պահելը։ Որոնք ամեն ինչ կապում են այդ քաղաքականության հետ, իրենց ազդեցության տարածման հետ, ինչ են բոլոր ուզում էներգակիրները, օրինակ Հայաստանով, Վրաստանով, այսպես տանել Եվրոպա, բայց ոչ Ռուսաստանով։Եկար չէ, բոլոր գազամուղները, նավթամուղները անցնում են, որտեղ Ռուսաստանը դա շահարկում էր, օգտագործում էր, որպես ինչ-որ միջոց, ինչ-որ այլ բաներ ստանալու, քաղաքական երկխոսություն առաջ գնալու եւ այլ եւ այլ։ Նույնիսկ Թուրքիայի հետ էր։ Թուրքիան օգտագործեց լրիվ այդ հարավային հոսքերը կառուցել տվեց, իրենց համար ատոմակայան է կառուցել տվել եւ ասեց շնորհակալություն։ Ես չեմ կարծում, որ Թուրքիան շարունակի նույնպես։ Այլ կերպ ասած, դուք ասում եք այդ ԵԱՏՄ-ի մասին էր խոսքը եւ Եվրամիության, դա այդպես մեխանիկորեն չի արվում, այստեղ անջատես, այնտեղ միանաս։ Այստեղ պետք է նախապատրաստական տարիների աշխատանք է պետք, այո, շատ ակտիվ աշխատանք։ Արդեն հողը պարարտ է, կարելի է արդեն տեղափոխել, նոր կարող է տեղափոխվել։ Ոչ թե հիմա այս պահի դրությամբ։ Բայց ոչ ոք այդ մասին չի խոսում, որ հենց հիմա պետք է անենք, որովհետև կան ծայրահեղ կարծիքներ, որ ասում են անհապաղ, պետք է այնտեղ բոլոր կապերը խզել, իսկ ԵԱՏՄ-ն դա ճիշտ է, միայն Ռուսաստանը չի այնտեղ, բայց դիտարկվում է որպես Ռուսաստան հիմնական այսպես տնտեսական կապերը անմիջապես խզելը իմաստ չունի, ապագայում էլ իմաստ չունի, հենց միայն խզել նրա համար, որ ԵԱՏՄ է եւ այլ եւ այլ։ Բայց Եվրոպայությունները ասենք կարծիքներ չեն, որ տասնյակ տարիների աշխատանք է պետք, որովհետեւ մենք կարողանանք որոշ ձևով մասնակի ինտեգրվել եվրոպական շուկային։ Տեսակ մի քանի տարում Վրաստանը շատ արագ ընդունեցին, որը ավելի շատ նաև քաղաքական տարբեր դիրքորոշումների պատճառով էր։ Հիմա տեսան արդյունքը ինչ եղավ։ Ես գտնում եմ եւ մենք միշտ ենք այդպես եղել, մենք նախապայմանները կատարել ենք, նոր ենք անդամակցել։ Ի տարբերություն շատ երկրների, այդ մեր հարևան Վրաստանը, որ անդամակցել են, բայց պայմանները դրել են, որ անդամակցելուց հետո որոշակի ժամկետով դա կարենք, ինչպես առևտրի համար կազմակերպություններն։ Եվ կարծում եք, ես կարծում եմ շատ ռեալ է, մի քանի տարում այդ բոլոր աշխատանքները անել։ Շատ աշխատանքներ կա անելու, բայց դե կառավարությունն պետք է այդ աշխատանքները անի շատ արագ։ Պետք է անի, դա այո։ Իմ կարծիքով դանդաղ է գնում։ Տեսնում եք դանդաղ է գնում եւ այդ ուղղությամբ պետք է բարձրաձայնել, պետք է քննարկումներ անել նույն ազգային ժողովում, նույն Եվրոմիության հետ ինտեգրման հանձնաժողով կա, պետք է անընդհատ հաշվետվություն պահանջի կառավարությունից եւ բարձրաձայնի այդ բոլորը։ Ստորագրել ենք ՍԵՊԱ-ն, ինչի չի կատարվում։ Հետո հաջորդ էտապն են գալիս։ Դա էլ պետք է կատարվի։ Հետո պիտի դառնանք անդամակցության տեխնացու եւ այլ եւ այլ։ Շուտ արագ հնարավոր է շատ բաներ անել։ Նույն վիզաների սահմանափակումները վերացնել եւ այլ եւ այլ։ Հասկանում եք, այդ ուղղությամբ պետք է առավոտից երեկո լարված աշխատանք։ Եթե պետք է լրացուցիչ կարող ուժերի ներգրավել կառավարություն կամ այլ տիպի ընկերություններ, որտեղ նաև դրամաշնորներով տարբեր խորհրդատվական ծառայություններ կառավարության տրամադրվածությունը դեպի այդ ուղղություն։ Թե վախվորացություն եւ կա որոշ չափով կա այդ վախվորացությունը, դա իմ զգացողությունն եմ ասում, գուցե դա սուբյեկտիվ է։ Ձեր հենց սուբյեկտիվ Բայց ես չեմ տեսնում այն ագրեսիվ առաջընթացը լավ իմաստով, որը ես կակնկալեի եւ ոչ միայն ես։ Ինչով եք բացատրում դուք ինքներդ ձեզ համար։ Ինչպես ընդունված է բառը ասել, բալանսավորման, քաղաքականություն, բյուրոկրատիա, ռուսներին դա դուրս չի գալիս, իրենք հակառակ պայմաններ են անում, ագրեսիվ կեցվածք են ընդունում։ Այդ պատճառով մենք կարող է ավելի շատ տուժենք, քան կշահեինք։ Մենք տեսնենք ինչպես ենք անում, որ նայել լավ լինի, բայց երբեմն դա աշխատում է, իսկ երբեմն ոչ։ Հասկանում եք։ Մենք ասում ենք, այո, մենք գնում ենք դեպի Եվրոմիության շուկա, դա մեզ ձեռ է տալիս։ Ասում են, այդ դեպքում մոռացեք ԵԱՏՄ-ի մասին։ Երբ որ կգնանք եւ դրա տեղը գա, մենք ընտրություն կկատարենք։
Վերջ։ Իսկ դուք ինչ չեք օգտվում Հայաստանին ունենալով Եվրասիական տնտեսական միությունը, շատ ավելի քան Հայաստան։ Տեսեք հələ մի հատ միայն այդ մի ապրանքախումբ ասացի, ոսկերչական իր թանկարժեք մետաղերը, ոսկի ահռելի չափերի շրջանառություն կա։ Ահռելի։ Ռուսաստանը 7 միլիարդից ավելի մենակ այդ մի ուղղությամբ է արտանում։ Ավելի շատ քան մնացած բոլոր ապրանքները։ Այդ նաև այդ գազը, նավթի, վառելիք եւ այլն։ Ինչի մասն է խոսքը։ Ով է շահում։ Նախ եւ առաջ Ռուսաստան։ Հայաստանն է շահում, որտեղ ավելի թանկ է վաճառում եւ որոշակի ավելացված արժեք Հայաստանում մնում է, դրանից հարկեր են վճարվում, մարտիկներ են աշխատում։ Ված չի։ Բայց այնպես չի էլի, որ դա աշխարհի վերջն է եւ այլն եւ այլն։ 7 միլիարդի ստանում ենք, մոտ 8 միլիարդի վաճառում։ Միլիարդ 8 միլիարդի մեջ ծախսերել կա, որ պիտի փոխհատուցել, բայց կա նաև եկամուտ, չէ։ Շատ լավ է, բայց ուրիշ ուղղություն վերևել կա եկամուտ, չէ։ Մենք էլ ենք, չէ, ավելացված արժեք ստեղծում շատ տարբեր մեր ամբողջ տնտեսությունում եւ այլն, շատ դրամաշնորհներ ենք ստանում, ահավասիկ Եվրոմիության դրամաշնորհը եւ դրանք կշարունակվեն, եթե ճիշտ շահագրգիռ ուղղությամբ աշխատանքները տարվեն միջազգային դոնորների հետ, նույն Եվրոմիության հետ, Միացյալ Նահանգների հետ, երբ որ իրենք տեսնեն, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք գնում եւ այդ ուղղությամբ ռեալ քայլեր ենք անում եւ կա պատրաստակամություն շարունակելու դա, իրենք իհարկե կավելացնեն ֆինանսավորումը։ Հիմա մի քիչ անցումային չասեմ, բայց այդպես հաստատ շրջանցի խաղաղության պայմանագիր դեռ չկա, մյուս տարի ընտրություններ են մեր մոտ խորհրդարանական իրենք մտածում են տեսեն ինչպես է լինելու, պայքար է լինելու, որ տարբեր երկրներ պայքարում են, մի մասը սատարում են, մի մասը հակառակ իր ես մարդկանց են ուզում դնել։ Դες տեղերում բիզնեսը մի փոքր սպասում է, մի փոքր կանգնում է, մեծ ներդրումների մասն է խոսքը։ Փոքր ներդրումներ միշտ էլ կան։ Եվ այդպես նայում ենք, որ երկու կողմից շրջափակված ենք, նորմալ կոմունիկացիաներ չունենք, դեպի Եվրոպա նորմալ ճանապարհ չունենք, երկաթգիծ չունենք։ Այս պարագայում դրական աճ ունենալը հնայի ամբողջովին արևելքից եւ արևմուտքից շրջափակված լինելով դա վատ ցուցանիշ չէ։ Ես գտնում եմ, որ մի քանի տոկոսային կետով աճը կարող է ավելի բարձր լինել։ Եվ դրանցում պետք է աշխատենք, բայց դա ինքնըստինքյան արդեն վատ ցուցանիշ չէ։ Եվ արտասահմանյան տնտեսությունները, վերլուծաբանները եւ այլն դա լավ գիտեն։ Իրենք տեսնում են, որ Հայաստանը նորմալ է աշխատում։ Հայաստանը միշտ մարում է իր բոլոր տիպի պարտավորությունները միջազգային շուկաներում, երկրների առաջ, միջազգային կազմակերպությունների առաջ, ի տարբերություն շատ երկրների։ Երեք տեսնում են, որ այստեղ կայուն տեղ է եւ կարելի է այստեղ խարսխվել բիզնեսի առումով, կոմունիկացիաների առումով եւ այլն։ Իսկ դա կարևոր առավելություն է։ Պարոն Բախուդարյան, դուք ինվեստիցիաների ներդրումների մասին եք խոսում, շատ անգամներ բարձրանում է օրենսդրական կարգավորումների հարցը։ Ձեր կարծիքով Հայաստանում օրենսդրականորեն պաշտպանված է ներդրողի բոլոր շահերը, թե մենք ունենք դեռ լիքը բացեր, լիքը շրջանցող։ Բնական է ինչ-որ բացեր կլինեն, բայց ընդհանուր առմամբ պաշտպանված է։ Կան շատ համաձայնագրեր տարբեր երկրների հետ, որոնցից կարևորը օրինակ ներդրումների խրախուսումն ու պաշտպանությունն է, փոխադարձ երկու երկրների միջև։ Կարևոր շրջանակային համաձայնագրերից է կրկնակի հարկման բացառումը, կրկնակի հարկման բացառման համաձայնագիր եւ ներդրումների պաշտպանության եւ խրախուսման համաձայնագիր եւ այլն։ Կան այդպիսի համաձայնագրեր եւ ընդհանուր առմամբ աշխատում են մեծ բողոքներ, ես չեմ լսել։ Դրական է գնալ։ Առաջ եղել են դեպքեր, երբ խոշոր բիզնես եկել եւ իսկույն գնացել Հայաստանից։ Բնական է ինչի համար։ Կոռուպցիոն ռիսկեր կան, ամբողջովին չեմ վերացնել, բայց իհապես պակասել են։ Մոնոպոլիաները իհապես պակասել են։ Երբեք չհավատակ եւ ասեն առաջ կար, հիմա ավելի շատ է, առաջ կոռուպցիա կար, հիմա ավելի շատ է, դա օպոզիցիան է հիմնականում խոսում։ Այդպես չէ, ոչ, պակաս է եւ իհապես պակաս է։ Բայց դեռ իհարկե շատ անելիքներ կան, ինչի մասն է խոսքը։ Մենք չունենք ծով Վրաստանի նման, նավթ, գազ, Ադրբեջանի նման եւ այլն մրցակցային լինելու համար տարածաշրջանում մենք պետք է 1-2 քայլ առաջ լինենք ինստիտուցիոնալ բարեփոխումներով, ենթակառուցվածքներով, ֆինանսական ենթակառուցվածքներով, գիտական ներուժով, գիտակրթական պոտենցիալով եւ այլն։
Դրա համար մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի բավականին մրցունակ լինենք։ Մենք ունենք այնպիսի հզոր գործոն, ինչպես Սփյուռքն է, եւ միջազգային հանրության բավականին դրական տրամադրվածություն է Հայաստանի հանդեպ։ Հստակ է։ Դա շատ հստակ է։ Այսինքն ընդհանուր մթնոլորտը դրական է գնահատում։ Դժվարություններով հանդերձ, այո, մենք բոլորս գիտենք մեր դժվարությունները, դուք էլ մի քանի անգամ եւ շրջափակումը նշեցիք, եւ տրանսպորտը եւ քաղաքական խնդիրները մատնանշեցիք, այդ ամենով հանդերձ միտումը դուք համարում եք դրական։ Եվ տնտեսական զարգացման եւ երկրի կայուն Այս պահին այո, բայց շատ դժվար է երկարաժամկետ կանխատեսումներ անել, բոլորը սպասում են ինչով կավարտվի հակամարտությունը Ուկրաինայում, կավարտվի թե չի ավարտվի, ինչպես կշարունակվի Միացյալ Նահանգների քաղաքականությունը։ Այդպես հարց դատելով այս վերջին հանդիպումից, նրանք բացի իհարկե շատ կարևոր էր, որ վիրավորներին փոխանակեցին եւ գերիներին, բայց դրանից ավել ոնց որ գործը առաջ չգնաց։ Եվ ինչպեսին կլինի Միացյալ Նահանգների դիրքորոշումը, իրենք էլ տեսնում են, որ իրենք ամեն ինչ անում են խաղաղության գալու համար եւ այդպիսի խոստումներ տրվել է Թրամփի ադմինիստրացիայի կողմից, Թրամփի կողմից, բայց դա չի կատարվում։ Դա արդեն դրական չէ իրենց համար եւ ստեղ նաեւ խոշոր երկրների եղանակության հարցն է։ Եվրամիությունը քայլ առ քայլ է գնում ավելի աստիճանական, բայց ավելի հեռահար նպատակներ ունենալով, մեծ տեսնելով մեծ Եվրամիության մասը։ Եվ դա այսպես է։ Մեր մենք մշակութային, կրոնական, քաղաքականության առումով շատ մոտ ենք։ Մենք չմոռանանք, որ 2300 տարի, չգիտեմ, շատ ակտիվ շփվել ենք Եվրոպայով։ Սկսած հելենիստական ժամանակներից, հետո Հռոմով, Բյուզանդիայով, մեր օրերով ուղղակի 100-150 տարի եղել ենք Ռուսաստանի կազմում կամ երկաթյա վարակույրն է եղել։ Ես հիմա գալիս եմ հավաքեր արևելյան Եվրոպայի համալսարանների ներկայացուցիչների Կիպրոսում եւ այդ հանդիպման ժամանակ ասացի ինչքան մենք ավելի շատ ընդհանրություններ ունենք, ինչքան ընդհանուր խնդիրներ ունենք, ընդհանուր նպատակներ ունենք, մարդկայինորեն նաեւ ինչքան ավելի մոտ ենք միմյանց։ Եվ իրենք են դա ընդունում։ Անկախության առաջի տարիներին դա չէր։ Այդ սառը պատերազմի ժառանգությունը կար։ Դե հետո մեզ դիտարկում են որպես Ռուսաստանի կներեք կցող։ Այդպես էին դիտարկում։ Ռուսաստան անգամ ասում էին, որտեղ եք ասում ենք Հայաստան, ասում են Ռուսաստան։ Դա էապես փոխվել է, ոչ միայն Հայաստանի նկատմամբ, որոշ այլ երկրների նկատմամբ։ Մերձբալտիկան լրիվ Եվրոպա է։ Եվ դիտվում է, եւ դիտվել է Եվրոպա, եւ այլը, եւ այլը։ Մեզ նույն ձևով է նայում եւ շատ ջերմ, ընդգծված ջերմ է նույն Հայաստան։ Եվ զգում ես, որ սա մեծ ընտանիք է, որտեղ համատեղ ապրելը, աշխատելը, համագործակցելը բավականին խոստումնալից է։ Մենք կարող ենք նաև լավ կապող կամուրջ լինել արևմուտքի արևելքի միջև, հյուսիսի հարավի միջև։ Գուցե մենք ծույլ ենք, դանդաղաշարժ ենք։ Այո, դա կա, ցավոք սրտի։ Ես կուզենայի, որ ավելի ագրեսիվ լինեինք, ավելի արագաշարժ լինեինք, ավելի ստեղծագործ։ Այո։ Դե կարծում եմ, որ երբ որ նախադրյալներ ավելի շատ նախադրյալներ ստեղծվեն տնտեսական քաղաքական կայունության առումով, այդ տեմպերը կավելանան, որտեղ ներդրողները կավելանան եւ արդեն խոշոր նախագծերի մասին կսկսեն խոսել տարածաշրջանային իմաստով։ Շնորհակալ եմ Գովազդ հայտարարենք եթերում, սիրելի հայրենակիցներ, ես տեսնում եմ զանգահարում եք նաեւ դուք, որպեսզի հարցեր ուղեք մեր այսօրվա հյուրին, անպայման սիրով ես կընդունեմ հեռախոսազանգերը Գովազդի եթերում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Յուրաքանչյուր զարդ գլուխ գործոց է, պատրաստված ամենայն ճշգրտությամբ եւ կրքով, որոնք կընդգծեն ձեր անհատականությունն ու գեղեցկությունը։
Մեր զարդերը պարզապես աքսեսուարներ չեն, այլ սիրո խոստովանություններ, որոնք կդառնան ձեր հիշողությունների խորհրդանիշը։ Դրանք ձեզ կդարձնեն ոճային եւ գրավիչ։ Ձեր պատմությունը սպասում է։ Երևան շիփինգ, սենսացիան ստեղ, հա? Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Մի տոկոս, հա? այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա? 2%։ Հրասա ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ կլենդել։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն, հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսների ամբիոնի վարիչ պարոն Լևոն Բարխուդարյանի հետ եւ այսպես պարոն Բարխուդարյան մեր զրույցի առաջին հատվածում հիմնական հարցը այն էր, որ այո, խորհրդային միությունում մենք ունենք հզոր արդյունաբերություն, այժմ մենք չունենք, կորցրել ենք այդ մասնագետներին եւ դուք ի պատասխան իմ հարցի ասացիք, որ այսօր էլ ենք պատրաստում մասնագետներ, բայց այսօրվա պահանջված մասնագիտություններով, այո, եւ եթե չկա ծանր արդյունաբերություն, գուցե եւ ինչպես դուք ասացիք, պետք է եւ չլինի, կարող է եւ այս պահին չլինի, որովհետեւ բլոկադայի եւ այլն բոլոր տրանսպորտային լոգիստիկ խնդիրները առկա են, փոխարենը մենք զարգացնում ենք մեկ անգամ եւս դուք ասեք ինչն ենք զարգացնում Հայաստանում մենք այս պահին Իդեպ այդպես չի որ մենք չունենք ծանր արդյունաբերություն դրա համար կանգնեցինք ամբողջ մետալուրգիան ինչ է բա գունավոր մետաղներ այդ բոլորը ծանր արդյունաբերության մաս է որի մենք ունենք հանքերը մենք դա շահագործում ենք արտահանում ենք իհարկե ցանկալի է որպեսզի վերջնական արդյունք արտահանենք այստեղից եւ ոչ թե որոշ չափով վերամշակված, որը էլի բավականին շահավետ է մեզ համար։ Այս բոլորը կա, դա չի նշանակում, որ ամեն ճյուղ կամ ենթաճյուղ իր զարգացումը պայմանավորվում է համապատասխան ռեսուրսների առկայությամբ, համապատասխան տրանսպորտային հնարավորություններով եւ շատ այլ գործոններով։ Դուք համարում եք այսօրվա հնարավորություններով մենք հնարավորությունների պարագայում մենք առավելագույնս կարողանում ենք անել դրա ոչ 100%-ով, բայց հիմնականում կարողանում ենք, այսպես ասենք։ Դա ձեռնտու է եւ դա աշխատում է։ Չնայած այդ բոլոր խնդիրներին, լարված իրավիճակին մոլիբդենել է արդյունահանվում, պղինձել, ոսկել եւ այդ բոլորը արտահանվում է եւ այդ բոլորը վաճառվում է, տնտեսությունը աշխատում է։ Կարելի է վերել շատ օրինակներ, հիմա վիճակագրական ամբողջ տվյալները մեր սեղանին չեն, բայց այդ բոլորը կարելի է մանրամասը դրանով անցնել եւ տեսնել գնահատականներ տալ։ Մի բան ակնհայտ է, որ երբ որ բացվի սահմանները եւ լինեն մերձավոր արևելքի Եվրոմիության շուկաները շատ ավելի բարձր, մենք իհարկե մեծ ավելի հնարավորություն ունենք։ Շնորհակալ եմ։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։
Բարև ձեզ Տիկին Արաքելյան, բարև ձեզ պարոն Բարխուդարյան։ Բարև ձեզ։ Այսօր ես ձեզ կուզենայի հարցնել մի կարևոր պոտենցիալ օգուտի մասին կապված Եվրոպայի հետ ազատարևտրի ստորագրման, որն է Թուրքիայի սահմանի բացումը։ Ըստ որոշ վերլուծաբանների եւ կուզենայի իմանալ դուք համաձայնեք թե ոչ, որ եթե Եվրոպայի հետ մենք կնքենք ազատ արևտրի պայմանագիր, ինչը տեղի կունենա, եթե մենք հայտ ներկայացնենք Եվրոմիության եւ ստորագրենք այն ասոցիացիոն համաձայնագիրը, որը Սերժ Սարգսյանը մերժեց դեռ 13 թվականին, եւ դառնանք ազատ արևտրի հետ մասնակից Եվրոպայի հետ, Թուրքիան ավտոմատ ստիպված կլինի բացել սահմանը, որովհետեւ այդ դեպքում Թուրքիան այլևս իրավունք չի ունենա լինելով նույն Եվրոպայի հետ ազատ արևտրի անդամ, փակել մեր հետ սահմանը եւ այդ դեպքում Եվրոմիությունը կստիպի կամ ավելի մոտիվացված կլինի ստիպել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը։ Համաձայն եք այդ վերլուծության հետ։ Շնորհակալություն։ Ճիշտն ասած, շնորհակալություն հարցի համար, ես համոզված եմ, որ շատ ավելի շուտ, երբ որ ստորագրվի խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ, Թուրքիան կբացի սահմանը։ Հերոստատիտողի հարցը Եվ կբացի սահմանը ավելի շուտ։ Եթե չլինի Եթե դուք պայմանագիր, կապում եք եւ չլինի պայմանագիր, կապում եք անդամության տեխնացու լինել անդամակցելու Եվրոմիության ինքն էլ որպես այդ նույն մաքսային միության անդամը Եվրոմիության եւ այլն պարտավոր կլինի։ Հարցը այնքան էլ միանշանակ չի։ Տեսեք, ես ձեզ բերեմ մի օրինակ։ Երբ որ մենք անդամակցում ենք առևտրի համաշխարհային կազմակերպությանը, նույնպես կար այդ պարտավորությունը, որ բոլոր առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրները պետք է բաց սահմաններ ունենան եւ չարգելակեն ազատ տեղաշարժը, ապրանքների ծառայությունների եւ այլն։ Այդ կետը Թուրքիան չստորագրեց։ Վերջի րոպեին բացառություն արեց այդ կետի, բացի այդ կետից մնացած կետերին միացավ։ Այսինքն ինքը չհետևեց այդ կանոնին։ Տեսեք, ստեղ էլ այդ պահանջը կար, բայց ինքը ծրրպահ մնաց, չմիացավ։ Նույն վտանգը կա այս դեպքում, թե ինչ չափով չեմ կարող ասել, այդ պետք է արդեն կոնկրետ նայել։ Միգուցե այո, իսկապես հնարավոր չլինի ստիպված լինի բացել եւ այլն։ Բայց ինձ համար դժվար է պատկերացնել, որ մենք դառնում ենք Եվրոմիության անդամության տեխնացու, այդ բոլորը կա, բայց ոչ մի խնդիր լուծված չի Ադրբեջանի հետ, խաղաղություն չկա եւ այլն։ Հնարավոր է նաեւ այդ տարբերակ։ Մենք չենք կարող բարձրացնել ցանկացած զարգացման սցենար տարբերակ։ Այդ բանակայում ես էլ հուսով եմ, որ Թուրքիան կբացի սահմանը եւ իհարկե ճնշումը անհամատ ավելի մեծ կլինի Թուրքիայի վրա։ Այստեղ հաջորդ հարցն է, որը այս հարցից է բխում, եթե բացվեց, այնուամենայնիվ բացվեց, պատրաստ ենք մենք արդյոք, որովհետև այստեղ էլ են կարծիքները, այսպես իրարամերժ կարծիքներ, մենք պատրաստ չենք, մենք կհեղեղվենք, մենք կկործանվի մեր տնտեսությունը, էքսպանսիա կլինի եւ տնտեսական էքսպանսիա, որը կշարունակվի եւ կդառնա հետագայում եւ քաղաքական էքսպանսիա։ Այսօր էլ առևտրաշրջանառությունը Թուրքիայի հետ ոչ պաշտոնական բավականին մեծ է, որտեղից ենք մենք ներկրում մանդարինները, նարինջները եւ այլն։ Շատ։ Նույն եւ շատ ուրիշ ապրանքներ։ Ինչ է էքսպանսիայի ենթարկեցին։ Դրանք այդ ապրանքները չեն աճում ստեղ, այդ մթերքները ընդեղից ենք բերում։ Կարող ենք ուրիշ տեղից բերել, բայց իրենք ավելի հարմար։ Եվ ոչ միայն մթերք ապրանք։ Գնային առաջարկ եւ շատ ապրանքներ մեր ամբողջ կարի արտադրությունը հագուստի նաեւ թուրքական տեքստիլի վրա չէ հիմնված։ Ինչի մասն է խոսքը, ինչ է գրավեցին։ Դրա շնորհիվ մենք կարողացանք, բայց մենք բերում ենք բավականին շատ։ Այնպես չի որ եթե բացվի կբերենք 5 անգամ ավելի շատ։ Ինչ պետք է անի Հայաստանը։ Հայաստանը մի բան պետք է անի, այդ ձեր ասած էքսպանսիայի վտանգելման համար, որպեսզի ստուգող մարմինների վերահսկողությունը ուժեղացվի եւ ըստ պատշաճի կատարվի, նույն սննդային անվտանգություն։ Եթե ասում ենք, որ լոլիկը այդ հայտնի պատմությունը թուրքական լոլիկի հեղեղել են ամբողջ Վրաստանը եւ այլն, որը հիմնականում ճիշտ է, որպեսզի դա չլինի, պետք է այդ նույն սննդի անվտանգության տեսությունը սահմանից ստուգի, եթե կա քիմիա, ամբողջ ապրանքականակը պետք է հետ վերադարձվի եւ նմուշարումը պետք է արվի յուրաքանչյուր ապրանքականակից։ Իրենք կտեսնեն, որ արդեն բացառություն չի կարող լինել։ Իսկ եթե դա նատուրալ է լրիվ, օրգանիկ է, այսպես ասած, աճեցված, դա չի կարող այդքան էժան գին ունենալ։ Եթե այդ երկուսը համընկնեն,
Ինչպես ես արդեն ասել եմ ձեր հաղորդումներից մեկում, ավելի նպատակահարմար է տեխնոլոգիան գնել այդ դեպքում, եւ Հայաստանը այդ տեխնոլոգիա է վաճառում։ Մյուս հարցն էլ ներքին արտադրողի պաշտպանություն, այո։ Այո, կա, բայց այդ ներկրումը հիմա էլ կա։ Ներքին արտադրողներ է, բայց սահմանին իրենք վճարում են մաքսեր, սահմանին վճարում են հարկեր, ձևակերպումներ, դրան ավելանում է տրանսպորտային ծախսերը, այդ բոլորը նաև խոսում է դրա մասին, որ մեր պաշտպանող, մեր արտադրողը ունի որոշակի պաշտպանություն։ Հաջորդ հարցը, այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ, այո, ալո։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ, լսում ենք։ Ասել ինչի համար են մեզ միշտ դիմադրում։ Իրանք ասեն որ մեր թուրքերը պետք է այդ կան Հայաստան ապրեն։ Հələ տեսեք Հայաստան, Հայաստան, ինչ պայմաններով են ուզում որ իրանք թուրքերը ապրեն, որոնք կամավոր գնացել են այդ երկրից, իսկ մերոնք ինքնաբար երկրից արդեն գիտեք ինչ ձևով հետ են եկել։ Բայց մենք տեսնենք ինչ պայմաններ են իրանք ուզում, ինչ վայրերում են ուզում որ իրանք թուրքերը ապրեն, այդ իմանանք ինչ է կատարվում, այդ խաղը մենք սկսենք, միշտ իրանք են սկսում, մենք դիմադրում ենք։ Շնորհակալություն։ Ինչ կարող ենք Իմ պատասխանել։ կարծիքով, այստեղ հակառակն է, իրենք դա ասում են պաշտպանվելու համար, որտեղ էթնիկ զտումը որ տեղի ունեցավ Արցախում եւ 120,000 ժողովուրդ տեղահանվեց իրենց հայրենիքից, իրենց տներից, իրենք հիմա փորձում են այդ գործոնով մի տեսակ դեմ առնեն այն երևույթի, որ այդ հայերը պետք է գնան եւ իրենց հայրենիքում ապրեն եւ դա իրենք պետք է իրենց պաշտպանված գան։ Եվ մենք շատ հեռու չենք դրան հասնելուց, որտեղ միջազգային հանրությունը պատրաստ է այդպիսի որոշում ընդունելու եւ բերելու միջազգային խաղաղապահ ուժեր Արցախ։ Ժամանակին այդ հարցը դրվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, երբ որ պատերազմն էր։ Մենք գիտենք ինչպես եղավ, որ այդ հարցը չանցավ անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի։ Որպես հումանիտար ճգնաժամ ՄԱԿ-ի խաղաղապահները պետք է մտնեին եւ շրջափակեին պաշտպանեին Արցախը։ Բայց ցավոք սրտի Ռուսաստանի խնդրանքով Չինաստանը դա քվեարկեց։ Բարի մեկ զանգել ընդունենք եւ արդեն ավարտում ենք հաղորդումը, այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Այո։ Հեռուստադիտողը հեռացել էր եւ այսպես պարոն Բարխուդարյան հիմնական խոսույթը վերջին շրջանում դա այն է, որ կարծես թե մոտենում է պահը որ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել, շատ են խոսում այդ սահմանը բացելու վտանգների, հիմնականում խոսում են վտանգների մասին եւ առավելությունների մասին ավելի ցածրաձայն են խոսում, այսպես թե այնպես նաև խոսում են երեք իմ հյուրս երկար ուրեմն մենք քննարկում էինք Թուրքիայում են արդեն խոսում այն մասին, որ իրենք են ուզում սահմանը բացեն եւ Ադրբեջանը խոչընդոտում է դրան։ Թուրքիայում վերլուծություններ են տպագրվում ոչ մեկտեղ, այսինքն արդեն տարածված կարծիք է սա, որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը չի կնքում ոչ միայն այդ սահմանադրությունը, դա ասում է պատրվակ է, հիմնականում ասում են նրանք չեն ուզում հայ-թուրքական սահմանը բացվի, որովհետև եթե բացվեց, Թուրքիան նորից դառնում է ուժեղ տարածաշրջանում, իսկ հիմա Ադրբեջանն է տարածաշրջանում, այսպես տրամադրություն եւ մթնոլորտ ստեղծողը։ Ադրբեջանը ոչ մի մթնոլորտ չի ստեղծում, Ադրբեջանը շատ ցանկանում է լինել այդպեսին, բայց դա չի կարող մրցակցել Թուրքիայի հետ։ Եվ արդեն զգացում են նույնիսկ պաշտոնական հայտարարությունների ժամանակ, որ Թուրքիան բավականին նյարդայնանում է Ադրբեջանի այդ պահվածքից։ Հիշեք Էրդողանի մի քանի հայտարարություններ այն մասին, որ իրենք են պատերազմում հաղթել Արցախյան պատերազմում վերջի եւ ոչ թե ադրբեջանցիները եւ այլն, որը ցավոք սրտի համապատասխանում է իրականությանը, բայց դա հատուկ ասվում է, որովհետեւ Ալիևը իմանա իր տեղը եւ շատ առաջ չանցնի շատ հարցերով։ Այդ պատճառով Թուրքիան ուզում է ինքը լինել առաջնորդ ամբողջ թուրքական աշխարհի, եւ բնական է Ադրբեջանի մասին խոսքեր լինել չի կարող։ Թուրքիան է ստեղծել Ադրբեջանը բոլշևիկների հետ միասին։ Այդպիսի երկիր չկար, այդպիսի ազգ չկար։ 18 թվականին իրենք ստեղծեցին։ Հիմա ստացվում է, որ Թուրքիան, թե Էրդողանը ուզում է, որ խաղաղության պայմանագիր կնքվի, Ալիևը չի կնքում։ Այդպես է ստացվում։ Ավելի հակված է իհարկե, իսկ Ալիևը ոչ։ Թուրքիան ունենա նաև լավ հեռանկարներ, որտեղ տնտեսական առումով սահմանները կբացվեն, կարողանա ներդրումներ անել եւ այլն եւ այլն։
կարող են օգտագործել տարածքը տրանզիտի համար, պետք է շատ նորմալ նայել այդ հարցերին։ Ալիևը ավելի ներվային է այդ հարցերում, ավելի նյարդային է, այստեղ իր իշխանության հարցերն էլ կա, եթե պայմանագիրը կնքվեց, ավարտվեց, ինքը պետք է պատասխան տա շատ հարցերի, շատ սխալների դեպից։ Հիմա ինքը պաշտպանվում է նրանով, որ պատերազմական իրավիճակ է, տեսնում եք ինչ հաջողություններ ունեմ, միած սպասեք լավ գնանք, էլի առաջ էլի բաներ պետք է վերցնենք, մի խանգարեք եւ այլն։ Այդ բոլոր բաները վերանում են։ Եվ իհարկե Թուրքիայի դերը ավելի կմեծանա, թե տնտեսական, թե քաղաքական առումով եւ այլն։ Եվ ամենակարևորը արևմուտքի դերը։ Իսկ Ալիևի նկատմամբ վերաբերմունքը տարբեր է, տարբեր երկրներում, այդպես չի։ Շնորհակալ եմ այսօրվա զրույցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, պարոն Լևոն Բարխուդարյանի հետ էինք զրուցում Հայաստանի Հանրապետության նախկին ֆինանսների նախարար, Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ամբիոնի, ֆինանսներ ամբիոնի վարիչ։ Զրույց վարում էր Գայանե Առաքելյանը։